տարերքի առանձնահատկությունից։ Խոյում կանայք փնտրում են բավականին բարձր կամային որակներ ունեցող տղամարդկանց, նրանց երբեմն առաջնորդվում են սեռական բնազները, եթե բարդ մոլորակային դիրքեր են լինում, այդպիսի կանայք կռվազան են եւ հենց այդպիսի տղամարդիկ էլ քաշում են իրենց կյանք, եթե իրենք չփոխեն իրենց որակները։ Ակտիվ են իրենց գործողություններում, երբեմն ագրեսիվ են, բայց միևնույն է, նրանք վառ տպավորություններ են ցանկանում։ Մարսահառուցի կենդանակերպում կրակային տարերքում նա ավելի շատ ցանկանում է իրենց կյանք են քաշում, կրկին ակտիվ, բայց տվյալ դեպքում ես շատ եմ հանդիպում, ասում եմ, նարցիսների են հանդիպում, աբյուզիվ հարաբերություններ։ Այդ տղամարդիկ ինչպես Մարսը խոյում, այնպես էլ Մարսը առուծում, նույնիսկ Մարսը կշեռքում, հարաբերություններում վերակշռում են կոնֆլիկտները։ Մարսահարուցում, եթե դրական դիրքեր կան, կինը ձգտում է այնպիսի տղամարդու, որը վառ կերպարը, որին սիրում են, որը առանձնանում է իր յուրահատկությամբ։ Յուրահատկությունը ջրհոսն է, բայց Մարսը ջրհոսում ավելի էքսցենտրիկ է, առուծում նա վառ կերպար է, նա կարող է լինել, նա կարող է փայլել աստղի նման։ Ասեցի, Մարսաղեղնավորում արկածախնդիր են, կարող են իրենց երկրորդ կեսին կողակից, զուգընկեր, երբեմն ամուսնու կերպարով էլ են ընտրում այդ Մարսի դիրքը կենդանակերպում համընկնում է կնոջ իր ամուսնու կերպարը, բայց հիմնականում սեքսուալ պարտականություններն են իրենք կիսում եւ փորձում են փոխհարաբերություններ ստեղծել, բայց այդ փոխհարաբերությունը ի վերջո նրանք տանում են դեպի այդ սեքսուալ դաշտ։ Փաստորեն Մարսը աղեղնավորում ճանապարհորդում են, ակտիվ են, արկածախնդիր են, կծանոթանան օտարերկրներում ճանապարհորդելիս կամ օտարերկրացու հետ կկապեն իրենց կյանքը կամ գոնե փորձ կունենան այդպիսի։ Մարսը ցուլ այծեղջյուր եւ կույս կենդանակերպում հողի տարերքում մի քիչ ավելի պասիվ է, բայց այծեղջյուրի կենդանակերպում Մարսը խանդավառվում է։ Այդպիսի կանայք ընտրում են սոցիալապես բարձր դիրք ունեցող տղամարդկանց։ Ես հանդիպում եմ Մարսը ինչպես այծեղջյուրում, նաև կույսում նրանք լինում են զինծառայողները, Մարսը այծեղջյուրում ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում, քանի որ բարձր սոցիալական դիրքն է, նրանք ստրատեգներ են, նրանց հետ հաշվի են նստում։ Մարսը կույսի կենդանակերպում դրանք ծառայողներ են, կարող են բժիշկներ լինել, որոնք կտրտում են Մարսը։ Կան այնպիսի մարդիկ, մսագործների մոտ եմ հանդիպում Մարսը կույսում, երբեմն Մարսը ցուլում, նաև խոյում։ Հա, այսպես բժիշկների մոտ երբեմն հանդիպել եմ հաշվապահական այդ ոլորտներում աշխատակիցների, նաև առողջապահական ոլորտում բնականաբար, այնտեղ տեսնում եմ, որ աղջիկը շատ կոնկրետ զբաղվում է հաշվապահությամբ,